շնորհակալություն ընդունեցիք մեր հրավերը։ Օրեր առաջ կրկին մահ բանակում արդեն 12-րդ դեպքն է այս տարվա կտրվածքով։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Շատ ցավալի է, որ խաղաղ պայմաններում բանակում շարունակում են զոհվել մեր զինվորները տարբեր պատճառներով։ Ասենք ռազմական տեխնիկայի հետ համապատասխան փորձ ունենալու պատճառով կամ անզգուշության պատճառով բնականաբար ափսոսում եմ, ցավակցում եմ զոհված զինվորների ծնողներին, նրանց գործընկերներին եւ հարազատներին։ Բայց այս ամեն ինչը իրենց խաղաղության ֆոնին եւ ամեն անգամ մենք տեսնում ենք, որ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածում, որ զինվորը ինքնասպան է եղել եւ 8 տարվա ընթացքում 410-ից ավել զոհ է մոտավորապես եղել այս 8 տարիների խաղաղ պայմաններում, այսինքն Նիկոլ Փաշինյանի սա հայտարարություն է եւ պաշտպանության նախարարը ոչ մի պատասխանատվության չի ենթարկվում։ Ես նորից եմ կրկնում, շատ ցավալի է, որ խաղաղ պայմաններում բանակում ծառայող մեր զինվորները տարբեր իրավիճակներում, տարբեր պատճառներով զոհվում են, ցավակցում եմ նրանց ծնողներին, նրանց զինակից ընկերներին եւ հարազատներին։ Շատ ափսոս է, որ խաղաղ պայմաններում տարբեր պատճառներով զոհվում են մեր զինվորները։ Ես առիթն օգտագործելով ուզում եմ հիշեցնել նաեւ, որ այսօր Նիկոլ Դուման կամավորական ջոկատի 4 տղաների զոհվելու օրն է։ Մենք եղել ենք ընկերներով, մարտական ընկերներով Եռաբլուրում, հարգել ենք Սմբատ Մարգարյանի հիշատակը, նա այնտեղ է ուղարկավորված։ Արմեն Մարտիրոսյանը մականուն արջ ուղարկավորված է Որոտնավանքում իր հոր մոտ, նրա հայրը եղել է զինվորական, ճանաչված զինվորական, Գագիկ Ազատյանը ուղարկավորված է իրենց գյուղում, Փարպի գյուղի գերեզմանատանը եւ Անուշավան Հարությունյանը Գլաձորի գերեզմանատանն է ուղարկավորված։ Մենք չունենք հնարավորություն բոլոր տեղերը գնալու, անցյալ տարի գնացել ենք Որոտնավանք, այս տարի եղանք միայն Եռաբլուրում, հարգեցինք բնականաբար մեր մյուս ընկերների հիշատակը, ծաղիկներ դնելով, խունկ ծխելով, ինչպես նաեւ Վազգեն Սարգսյանի եւ Անդրանիկ Օզանյանի հիշատակը հարգեցինք ու ելի մի քանի տասնյակ մեր տարբեր ջոկատներում, տարբեր պայմաններում մարտադաշտում զոհված մեր ընկերների հիշատակն ենք հարգել։ Այդ թվում նաեւ Սմբատ Այվազյանի, Վահան Զատիկյանի, Աշոտ Նավասարդյանի եւ ելի Մոնթե Մելքոնյանի եւ ելի մարդկանց հիշատակն ենք հարգել Եռաբլուրում։ Ուղղակի այստեղ խոսքը գնում է նրա մասին, որ Սուրեն Պապիկյանը ոչ մի պատասխանատվության չի ենթարկվում եւ նորից վերանշանակվում է այս նոր կառավարության կազմում, նորից վերանշանակվել է պաշտպանության նախարար։ Շատ ցավալի է, որ նման կադրային քաղաքականություն են իրականացնում, միայն իրենք ԿՊԱ-կանները մի տեղից հանում են մեկին, տեղափոխում են մյուս տեղ, այն մյուսին հանում են տեղափոխում են մյուս տեղը, ռազմական ոստիկանության պետ է նշանակվել նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը եւ այլն։ Աշոտ Զաքարյանն էր մինչ այդ ռազմական ոստիկանության պետ, որին շատ լավ ճանաչում եմ, դրական կարծիք չեմ կարող արտահայտել, նրանք ուրեմն բոլոր տեղերում նշանակում են ԿՊԱ-կաններին, իրենց կուսակցության անդամներին։ Այդ ոլորտում մասնագետ է թե մասնագետ չէ, նրանց դա չի հետաքրքրում։ Միայն տեղավորեն կարևորագույն պաշտոններում, հատկապես ուժային եւ իրապահ մարմիններում բոլորը ԿՊԱ-կաններ են կամ նախկին ԿՊԱ-կաններ։ Նաեւ Ալիևը, արդեն Ալիևը նույնպես խոսում է նրա մասին, որ մեր ատոմակայանը պետք է փակվի, մենք տեղյակ ենք, որ Թուրքիայի կողմից այդպիսի պահանջներ արդեն երկարատև ժամանակ է կան, բայց օրեր առաջ Ալիևը նույնպես խոսեց դրա մասին, պահանջելով, որ Հայաստանի Հանրապետությունում ատոմակայանը պետք է փակվի։ Ատոմակայանը Հայաստանի Հանրապետությունում չի փակվելու, դա ռուսական արտադրության ատոմակայան է եւ պարբերաբար մի քանի տարի աշխատելուց հետո կանգնեցնում են ատոմակայանը, վերանորոգումներ են իրականացնում եւ ատոմակայանը տալիս է ամենաէժան, ուրեմն էլեկտրականություն մեր պետությանը։ Բացի դրանից մենք կարողանում ենք նաեւ արտահանել էլեկտրականությունը դեպի Իրան։ Ուրեմն մենք չենք կարող կատարել Ալիևի բոլոր պահանջները։ Նիկոլն է Ալիևի ուրեմն բոլոր պահանջները կատարում։ Նիկոլի հիմնական
Նիկոլին աջակցող ուժերը դա Ադրբեջանն է եւ Թուրքիան է։ Նա կատարում է Ալիևի եւ Էրդողանի բոլոր պահանջները եւ Նիկոլի կատարած գործողությունները բնականաբար վնաս են հասցնում մեր ժողովրդին, մեր պետությանը, մեր երկրի անվտանգությանը։ Մենք նաև տեսնում ենք, որ Ադրբեջանի կողմից շարունակվում է Ալիևի եւ իրենց այլ պաշտոնատար անձանց կողմից շարունակվում է հայկական սահմանադրության փոփոխության հարցը, ինչ տեղի ունենա ձեզ։ Ազգային ժողովում ԿՊ-ն չունի սահմանադրական մեծամասնություն եւ նրանք չեն կարող կատարել սահմանադրական փոփոխություններ։ Ազգային ժողովում պետք է քվեարկվի, որպեսզի իրականացվի սահմանադրական փոփոխություններ, այսինքն դրվի հանրաքվեի։ Նրանք չունեն այդ մեծամասնությունը, որ սահմանադրության փոփոխությունները դրեն հանրաքվեի։ Հետո ինչ են ուզում փոխել։ Կարգն են ուզում փոխել, թե մնում է նույն խորհրդային համակարգը։ Մեր պայմաններում ես ուզում եմ նաեւ շեշտել մեկ անգամ եւս, որ խորհրդային կառավարման համակարգը իրեն չարդարացրեց։ Այդպիսի պայմաններում վարչապետը դառնում է բռնապետ, ինչպես Նիկոլ Փաշինյանն է։ Բոլոր ուժային կառույցներին ինքն է նշանակում, իրավապահ մարմիններին, բոլոր դեսպաններին, բոլոր նախարարներին, բոլոր փոխնախարարներին եւ ինչ կարգի որոշում ու օրենք ասես կարող են վերել անցկացնել։ Վերում են ապօրինաբար տարբեր պայմաններ են ուրեմն թելադրում մեր ժողովրդին, խաբեց մեր ժողովրդին 18 թվականին, խոստանալով անվտանգություն, խոստանալով քաղաքացիական իրավահավասարություն, խոստանալով արդարադատություն, խոստանալով պահպանել նաև Արցախը, 19 թվականին Նիկոլը գնաց Արցախ եւ իր ճղճղան ձայնով բացականչեց Ստեփանակերտի հրապարակում հանդիպելով Արցախի մեր հայրենակիցների հետ, Արցախը Հայաստան է եւ վերջ։ Իրեն վարկանիշը բարձրացնել տալով։ Ինչու հիմա Արցախը հայկական չէ։ Ինչու է հիմա ասում, որ Արցախը միշտ էլ իր բարբարով եմ ասում, եղել է Ադրբեջանի կազմում։ Նիկոլն այնքան տգետ է, որ տեղակ չի, որ Արցախն Ադրբեջանի կազմում եղել է 1921 թվականից մինչև 1991 թվականը 70 տարի։ Հազարավոր տարիներ Արցախը եղել է հայկական, Արցախը եղել է հայկական ամենահզոր եւ ամենաուժեղ նահանգներից մեկը, Արցախը երկրորդ համաշխարհային պատերազմում հայրենական մեծ պատերազմում տվել է 4-5 մարշալ Խանֆերյանց, Խուդյակով, ռուսերեն տարբերակը, Իսակով, ուրեմն Բաբաջանյան, Բահրամյան եւ Ագանով Օհանյան 5 մարշալ է տվել Արցախը խորհրդային միությանը, Արցախը տվել է խորհրդային միությանը բազմաթիվ հերոսներ, Ներսոն Ստեփանյանն է հիշեցնում եւ բոլոր իմասածները մարտիկ գեներալները ստացել են խորհրդային միության հերոսի կոչումներ, Հայաստանը ունենալով 3 անգամ ավելի քիչ բնակչություն հայ ժողովուրդը, քան ադրբեջանցիները, մենք տվել ենք 106-ից ավելի հերոսներ, ադրբեջանցիք մեզնից լինելով 3 անգամ ավել, տվել են ընդամենը 63 խորհրդային միության հերոսներ։ Փաշինյանը ամբողջ օրը խոսում է Հայաստանի ինքնիշխան լինելուց, բայց մենք հենց հիմա հենց նույն այդ սահմանադրության փոփոխության հարցով տեսնում ենք, որ երկու պետություն, Ադրբեջանը եւ Ռուսաստանը, պահանջում են հանրաքվե անցկացնել։ Ինչ է կարծում, սա ինքնիշխան պետության կարգ է։ Ոչ, ուրեմն որևէ պետություն լինի դա Ռուսաստան, Թուրքիա, թե Ադրբեջան, թե հավաքական արևմուտք, որևէ պետություն իրավունք չունի մեզ թելադրելու, մենք փոխենք մեր սահմանադրությունը, թե չենք փոխելու մեր սահմանադրությունը։ Դա Հայաստանի քաղաքացիների, մեր ժողովրդի որոշելիք հարցն է։ Փոխում ենք սահմանադրությունը, թե չենք փոխում սահմանադրությունը, կամ կատարում ենք սահմանադրության մեջ որոշակի փոփոխություններ բարելավել կամ չբարելավել։ Իմ տեսակետն հետեւյալն է, որ խորհրդային կառավարման համակարգը իրեն չարդարացրեց, որովհետև Հայաստանում քաղաքական դաշտը կայացած չէ, Հայաստանում գրանցված են մի քանի տասնյակ կուսակցություններ ու ելի շարունակում են բացվել նոր կուսակցություններ։ Մենք հայոց աշխարհազոր ռազմաքաղաքական միավորումը ունի իր տեսակետը, մենք գտնում ենք, որ Հայաստանը հետագայում իշխանափոխությունից հետո պետք է անցնի նախագահական կառավարման համակարգի։ Հայ գյուղացին, մեր հայրենակից գյուղացիները հայտնվել են ծանր իրավիճակում,
նրանք չեն կարողանում իրացնել իրենց արտադրանքը։ Ռուսաստանը չի ընդունում մեր կոնյակները, մեր խմիչքների գինիները, մեր խաղողը չի ընդունի, արդեն խաղողը օրինակ եղել է գյուղացին չի կարող իրացնել Հայաստանում իր խաղողը, Ծիրանը չի ընդունում մեր հանքային ջրերը չեն ընդունում, մի խոսքով գյուղացին մնում է ձեռունայն իր աճեցրած, հատկապես նաև ծաղիկ աճեցրած մեր հայրենակիցները, ջերմոցներում աճեցնում են ծաղիկները եւ չունենալով իրացման տեղ, ես տեսել եմ կադրեր Facebook-ում տանում են աղբար կրեն գցում իրենց աճեցված ծաղիկները։ Գյուղացին շատ դուր Նիկոլը հայտարարեց, որ իբր թե Հայաստանը իր արտադրանք հայ գյուղացիությունը կիրացնի Եվրոպայում։ Ես ուզում եմ պարզաբանել մեր ժողովրդին, որ Եվրոպայում ամեն ինչ կա։ Եվրոպայում, Իսպանիայում, Իտալիայում, Հունաստանում, մյուս Ֆրանսիայում եւ այլն բոլոր այն արտադրանքները, որոնք մենք ունենք, նրանք ունեն եւ մեր արտադրանքի կարիքը չունեն, դա մեկ։ Եվ երկրորդը, ինչ ճանապարհով ենք մենք տեղափոխում Եվրոպա մեր արտադրանքը։ Ինքնաթիռով ինչքան կարող ենք տեղափոխել։ Մենք արևմուտքում չունենք սահման, մեր սահմանը Թուրքիան փակել է, մենք չենք կարող Թուրքիայով բան տեղափոխել, մեր Վրաստանով եթե գնանք, պետք է ասենք ինքնաթիռով գնանք կամ գնացքով այնտեղից նավով գնան, ենթադրենք Սև ծովով հասնեն Բուլղարիա, Ռումինիա, Բուլղարիայում, Ռումինիայում այդ ամեն ինչը կա։ Մենք ցավոք սրտի մեր գյուղացիությունը շատ է տուժում, փչանում են այդ ապրանքները, որովհետև իրացման հնարավորություն մեր գյուղացին չունի։ Քաղաքային բնակչությունը չունի շատ միջոցներ, որ կարողանա իրացնել այդ ամենը։ Իրանի կողմից նույնպես ասած սպառնալիքներ կամ զգուշացումներ են հնչում Հայաստանի կողմի նկատմամբ TRIP-ի վերաբերյալ, քանի որ նրանք զգուշացնում են, որ TRIP-ը դա արդեն ամերիկյան գործոն է լինելու Հայաստանի տարածքում, իսկ ինչպես տեղյակ ենք, ԱՄՆ-ն Իրանի ամենամեծ թշնամիներից է եւ ստացվում է, որ մենք վերջին մեր բարեկամ հարևանին, այսպես ասած, նորից կորցնում ենք։ Ուրեմն անընդհատ կպնտարփողում է, որ TRIP ճանապարհ է լինելու, ադրբեջանցիները պահանջում են, որ Ադրբեջանից դեպի Նախիջևան, այնտեղից էլ դեպի Թուրքիա եւ հակառակ ուղղությամբ ուղևորափոխադրումներ ու բեռնափոխադրումներ կատարելու դեպքում որևէ հայ սահմանապահի, որևէ հայ զինվորի կամ որևէ հայ մաքսային ծառայողի չպետք է հանդիպեն։ Այսինքն օտարում են մեզանից, փորձում են օտարել Մեղրիի տարածաշրջանը։ Մեղրիի տարածաշրջանը այնքանով է կարևոր մեր համար, նախ դա մեր հայրենիքն է, մեր ինքնիշխան տարածքն է եւ դրանից զատ նաեւ մենք Մեղրիով գնում ենք դեպի Իրան, այնտեղից էլ կարող ենք գնալ դեպի Հնդկաստան, դեպի արաբական երկրներ, որոնց հետ մենք ունենք բարեկամական հարաբերություններ Հնդկաստանի հետ, Իրանի հետ եւ նաեւ որոշ արաբական երկրների հետ։ Փորձում են փակել այդ ճանապարհը եւ ուրեմն սահմանապահ մեր սահմաններում կանգնած են դեպի Թուրքիա, մեր արևմտյան սահմաններում եւ Մեղրիի հատվածում ռուս սահմանապահներն են կանգնած։ Մենք դրանով, եթե այդ ճանապարհով գնանք, մենք դառնում ենք երկու հզոր ուրեմն բլոկների բախման կիզակետ։ Արևմուտքում ՆԱՏՕ-ն է Թուրքիայի դեմքով, որովհետև Թուրքիան ՆԱՏՕ-ի իր թվականակով զինվորների ամենամեծ քանակն ունի Միացյալ Նահանգներից հետո, ՆԱՏՕ-ն է, բնականաբար նրանց դաշնակիցը նաև Իսրայելն է, եւ այստեղ ասենք Ռուսաստանն է, ռուս սահմանապահները ու Իրանը։ Մենք դառնում ենք կիզակետը այդ երկու բլոկների բախման կիզակետ ենք դառնում։ Մեր բնական դաշնակիցներն են Իրանը, Հնդկաստանը, Արևմուտքում Հունաստանը, որովհետեւ Թուրքիայի հետ Հունաստանը ունի լարված հարաբերություններ Կիպրոսի մասով, մեր թշնամիներն են Թուրքիան, Ադրբեջանը, այդ թվում նաև Իսրայելը եւ Պակիստանը, որոնք օգնում էին ամեն ինչով Ադրբեջանին 44 օրյա պատերազմ, իրենց ռազմական տեխնիկայով, իրենց սպայական կազմով, Իսրայելը իր հետախուզական ռազմական տեխնիկայով, Թուրքիան իր բարյակթարներով եւ նատոյական դասընթացներ անցած սպայական կազմով ղեկավարում էին այդ պատերազմը։ Մենք չենք պարտվել Ադրբեջանին, մենք պարտվել ենք ադրբեջանա-թուրքական ալյանսին։ Դրանից զատ ես ուզում եմ շեշտել, որ մեր զինվորները, մեր ազատամարտիկները, մեր սպաները չեն պարտվել, պարտվել է մեր դիվանագիտությունը, պարտվել է Նիկոլ Փաշինյանը, որովհետև նա իր կարգավիճակով
հանդիսանում էր հայկական զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, ով չի ծառայել բանակում եւ ոչինչ չի հասկանում ոչ բանակից, ոչ էլ պատերազմից։ Բացի դրանից, ես ունեմ հստակ տեղեկություններ, որ Նիկոլա Ալիևը համաձայնեցրել է Ադրբեջանը հարձակվի Արցախի վրա, ինքը լինելով հայկական զինված ուժերի գլխավոր հրամանատար, այնպես անի, որ մենք պարտություն կրենք ու Արցախը հանձնի Թուրքին, որովհետեւ Նիկոլը հայտարարում է, որ Արցախը վերադարձնելով Ադրբեջանին, մենք ավելացրեցինք Հայաստանի ինքնիշխանության աստիճանը։ Ոչ, Հայաստանը դարձավ շատ թույլ։ Մեր բոլոր բնակավայրերը եւ արևելյան եւ արևմտյան գտնվում են կրակի տակ։ Մի կողմից Նախիջևանի կողմից են գտնվում կրակի տակ, արևելքում բոլոր Սյունիքից սկսած դեպի Վայոց Ձոր, Գեղարքունիք, Տավուշ եւ այլն գտնվում են կրակի տակ, մեր սահմանամերձ բնակավայրերը եւ մի շարք ռազմավարական նշանակության դիրքեր ու բարձունքներ, ավելի քան 2000 ներողություն 200 քառակուսի կիլոմետր տարածք 44 օրյա պատերազմում մեր պարտության հետևանքով անցել է Ադրբեջանին, որտեղ Ադրբեջանի զինվորականները եկել նստել են կրակի տակ պահելով մեր սահմանամերձ բնակավայրերն ու ճանապարհները։ Սա է ԿՊ-ի իշխանության հետևանքը։ Մենք այսօր գտնվում ենք, մենք հաղթած ժողովուրդ ենք մինչև Նիկոլի ու ԿՊ-ի իշխանության գալը, հպարտ հաղթած ժողովուրդ ենք եւ Հայաստանն ու Արցախը միասած կազմում են ավելի քան 42000 քառակուսի կիլոմետր տարածք։ Այսօր Նիկոլն հայտարարում է, որ Հայաստանի տարածքը ընդամենը 29743 կիլոմետր է եւ այդ չափով նշանները քարտեզ կպցրել են իրենց կրծքին ու գնում են տարբեր կարգի հանդիպումների, հասկացնելով, որ մենք որևէ պահանջ չունենք Ադրբեջանից, որ Արցախը հավերժ պետք է մնա Ադրբեջանի կազմում եւ Հայաստանը պետք է դառնա ադրբեջանա-թուրքական, այսպես կոչված վիլայետ։ Դա չի լինելու, որևէ իշխանություն հավերժ չէ։ Այս ընտրությունների արդյունքում նրանք ընտրակեղծիքներով եւ մեր ժողովրդին վախեցնելով նոր պատերազմով Նիկոլը հայտարարում էր, որ եթե քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը չվերցնի համանդրական մեծամասնություն, ապա օգոստոսին սկսվելու է պատերազմ, աղետալի պատերազմ, վախեցնելով մեր ժողովրդին, որ եթե ԿՊ-ն չվերցնի մեծամասնություն, ապա պատերազմ է լինելու, պատերազմներից, զոհերից ու պարտությունից հոգնած մեր ժողովրդին վախեցնելով նորից կարողացան կեղծիքներով վերցնել ու երկարաձգել իրենց ապազգային ու թրքամետ իշխանությունը։ Դա երկար չի լինելու, որևէ իշխանություն, ես մեկ անգամ եւս շեշտում եմ, հավերժ չէ, գալու է այս իշխանության հեռացման ժամանակը եւ ես ենթադրում, որ այս աշնանը մենք կարող ենք ոտքի անել մեր ժողովրդին ու ամբողջ Հայաստանով մեկ կազմակերպել աննազանդություն գործող ապազգային թրքամետ իշխանություններին։ Պետք է պարտադրել Նիկոլ Փաշինյանի եւ իր կառավարության հեռացումը ու այս կեղծիքներով ընտրված ազգային ժողովի լուծարումը։ Կարճ ժամկետի համար պետք է ձևավորել ժամանակավոր անցումային կառավարություն, որը կիրականացնի ազգային ժողովի արդար օրինական նոր ընտրություններ։ Բնականաբար մենք ակնկալում ենք, որ Հայաստանում ձևավորվելիք նոր ազգային իշխանությունները իրականացնելու են մեր ժողովրդի նպատակներն հետապնդող, մեր ազգային պետական շահերից բխող արտաքին եւ ներքին քաղաքականություն։ Մենք հզորացնելու ենք մեր բանակը եւ կարգավորելով հարաբերությունները մեր արտաքին ռազմաքաղաքական գործընկերների հետ, ժամանակին նաեւ ազատագրելու ենք Արցախն ու մեր հայրենիքի բռնազավթված մյուս տարածքները։ Նորից եմ կրկնում, ոչինչ հավերժ չէ, ինչպես Անգլիայի նախկին վարչապետ Ուինստոն Չերչիլն է ասել, որևէ հաղթանակ վերջնական չէ, պարտությունն էլ վախճանը չէ, կարևորը չհուսատվելն ու չհանձնվելն է։ Սիրելի հայրենակիցներ, մենք չենք հուսատվելու, չենք հանձնվելու եւ ժամանակի ընթացքում ոչ այսօր, ոչ վաղը, ոչ առաջիկա տարիներին հզորացնելու ենք մեր բանակը եւ ազատագրելու ենք մեր հայրենիքի այդ գեղեցիկ հատվածը Արցախն ու մեր Հայաստանից բռնազավթված մյուս տարածքները։ Եվ վերջին հատ եկեղեցու դեմ արշավը շարունակվում է, բայց արդեն Փաշինյանը փոխել է իր տակտիկան, կներեք արտասահմանյան բառի համար, եւ հիմա ոչ թե իր խմբով է գնում եկեղեցիներ, այլ միայնակ է գնում, այսպես ասած մասնակցում է պատարակների, բայց սա իր այդ կեղտոտ արշավի շարունակությունն է։ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն պայքարում է մեր հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ։ Ես ուզում եմ շեշտել հայ առաքելական Սուրբ եկեղեցու կարևորությունը հայապահպան գործնեության բնագավառում։ Հատկապես մենք հայ ժողովրդի 1/3-ն է ապրում Հայաստանում, 2/3-ը
սփյուռք են, սփռված են տարբեր երկրներում, եւ մեր սփյուռքի մեր հայրենակիցները եկեղեցու շուրջ են համախմբվում, հայ առաքելական Սուրբ եկեղեցու։ Մենք հայերս հպարտանում ենք, որ Հայաստանը ամբողջ աշխարհում առաջի պետությունն է, որը պետականորեն ընդունել է քրիստոնեությունը որպես պետական կրոն։ Եվ նորից եմ շեշտում, եկեղեցին ունի շատ կարևոր դերակատարում եւ բոլոր կարգի ժամանակվա պատերազմներում սկսած ավարայրի ճակատամարտից, սկսած 18 թվի հերոսամարտից եւ մինչեւ Արցախյան առաջին ազատամարտը 91-ից մինչեւ 94 թվականի 90-ից մինչեւ բոլոր ժամանակներում եկեղեցականները եղել են մեր զինվորների կողքին եւ կռվել են ու պաշտպանել են մեր հայրենիքի սահմաններն ու մեր բնակավայրերը։ Նորից եմ կրկնում, Նիկոլ Փաշինյանը ոչ միայն առաքելական Սուրբ եկեղեցու դեմ է պայքարում, նա պայքարում է մեր բոլոր ազգային արժեքների դեմ։ Նա հայտարարում է, որ ցեղասպանությունը դեռ պետք է պարզել, հայտարարել է ժամանակին, եղել է թե չի եղել, եթե եղել է, ապա ինչու է եղել, ինչքան մարդ է զոհվել եւ այլ, կադաստրի ինչ որ վկայականի մասին են խոսում։ Ամբողջ աշխարհի ուրեմն հզոր երկրները 35-ից ավելի երկրներ ճանաչել են ու դատապարտել են հայոց ցեղասպանությունը։ Վերջերս անգամ Իսրայելը այնտեղ տարբեր քննարկումներ էին գնում, ոնց որ թե ճանաչեցին հայոց ցեղասպանությունը, չճանաչեցին, ամենադեպս քննարկումներ էին գնում եւ կան հրեաներ, որոնք բնականաբար լինելով ազգությամբ հրեա դատապարտել են հայոց ցեղասպանությունը։ Ցեղասպանություն տերմինը շրջանառության մեջ է դրել հրեա Լեմկինը, որքանով ես տեղյակ եմ, երկրորդ աշխարհամարտից հետո, երբ որ գերմանական ֆաշիստները հրեաներին ենթարկել են Հոլոկոստի ցեղասպանության, շուրջ 6 միլիոն հրեաներ են նրանք կոտորել։ Դրանից հետո արդեն հրեաները հասնել են նրան, որ ամբողջ աշխարհը ճանաչի հրեաների ցեղասպանությունը, եւ նրանք կարողացել են վերադառնալ իրենց հայրենիք ու ստեղծել ճիշտ է փոքր տարածքով, բայց հզոր պետություն, որը ցավոք սրտի մեր դաշնակիցը չի, որը ցավոք սրտի Թուրքիայի ու Ադրբեջանի դաշնակիցն է։ Եվ տեսնում ենք, որ կաթողիկոսի նկատմամբ դատը շարունակվում է, առաջին դատը, որ այո հրաժարվեց դատը քննել, բայց օգոստոսի վերջին եւս մեկ դատ է նշանակված վեհափարի եւ 6 եպիսկոպոսների նկատմամբ։ Ուրեմն Նիկոլը իրավունք չուներ իր քիթը խոթելու եկեղեցու գործերի մեջ, ներքին գործերի մեջ։ Սահմանադրությամբ եկեղեցին անջատ է պետությունից եւ եկեղեցականները իրենց հոգեվոր խորհրդի կազմով կարող են որոշել կաթողիկոսին փոխում են թե չեն փոխում։ Իսկ նա դրել է ու պահանջում է անդադ, որ կաթողիկոսին պետք է փոխել։ Նա իրավունք ունի, նորից եմ շեշտում, իր քիթը խոթելու եւ քպականները մեր եկեղեցու ներքին գործերի մեջ։ Եկեղեցին, նորից եմ կրկնում, ունի իրականացնում է հայապահպան գործունեություն։ Եվ նա սկսեց եկեղեցու դեմ պայքարել այն ժամանակ, երբ որ եկեղեցական ժողովում, որքան գիտեմ Շվեյցարիայում էր, 1 թե 2 տարի առաջ, կաթողիկոսը հայտարարեց, որ Արցախի մեր մշակութային ժառանգությունը պետք է պահպանվի եւ արցախցիները պետք է վերադառնան իրենց հայրենիք։ Նա այդպիսի հայտարարություն արեց, իսկ Նիկոլը հայտարարում է, որ հանձնելով Արցախը մենք վերջապես ավելացրեցինք Հայաստանի ինքնիշխանությունը։ Եվ նա հայտարարել է, նորից եմ կրկնում, որ Արցախ չի ասում, Ղարաբաղը միշտ եղել է Ադրբեջանի կազմում։ Նորից եմ կրկնում, Նիկոն այնքան տգետ է, որ տեղակ չի, որ ընդամենը Արցախը Ադրբեջանի կազմում եղել է ընդամենը 90 տարի, 70 տարի, 1921 թվականից Լենինի որոշումով թե ոնց բոլշևիկները հանձնել են Արցախն Ադրբեջանն, այդ թվում նաև Նախիջևանը, մինչև 91 թիվը։ 91 թվից սկսվել է Արցախյան շարժումը եւ մինչև 94 թիվը մենք հաղթել ենք Ադրբեջանին ու ազատագրել ենք Արցախն ու միացրել ենք Արցախը Հայաստանին եւ Քարվաճառով եւ այսպես կոչված Բերձորի միջանցքով, Լաչինի միջանցքով ու հարավային նաև հատվածով։ Ու այդ ամենը 12000 քառակուսի կիլոմետր Նիկոլը հանձնել է մեծ տարելի պարտության եւ հանձնել է Ադրբեջանին ու հիմա էլ հայտարարում են, որ Ադրբեջանի հետ պետք է ստեղծենք առևտրական հարաբերություններ, Ադրբեջանից մի ժամանակ հայտարարում են, որ
ցորեն ենք բերել Ղազախստանի ցորեն, բայց երբ որ պարզվեց, որ այդ ցորենը պիտանի է միայն որպես անասնակետ, հայտարարեցին, որ կառավարությունը գործ չունի այդ ցորենի ներկրման հետ, իբր թե այդ ցորենը ներկրել է Սամվել Ալեքսանյանը իր անձնական իր կարիքների համար, գցեցին լփիկի վրա, այսպես ասած։ Շնորհակալ եմ հրավերի համար։